Մեղվաբույծների աշխատանքը իրավամբ համարվում է վտանգավոր մասնագիտություններից մեկը։ Չէ որ միայն այստեղ դուք ստիպված կլինեք առերեսվել հսկայական, ասիական բոռերի կամ կատաղած վայրի մեղուների հետ։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Որոշ պրոֆեսիոնալ մեղվաբույծներ նույնիսկ պաշտպանիչ հանդերձանք չեն օգտագործում, իսկ ոմանք էլ թույլ են տալիս, որ մեղուների պարսը նստի նրանց վրա, սակայն եթե դուք անփորձ եք, ոչ մի դեպքում չփորձեք մոտենալ մեղուներին առանց նման հանդերձանքի։ Բանն այն է, որ մեկ սխալ շարժման դեպքում ձեր դեմ դուրս կգան հարյուրավոր մեղուների մի հորդա, որոնք կսկսեն խայթել ձեզ, եւ դա կարող է տխուր ավարտ ունենալ։ Բացի այդ, դուք կարող եք ալերգիա ունենալ մեղվի խայթոցի նկատմամբ, եւ նույնիսկ մեկ խայթոցը բավական է ձեզ հիվանդանոց հասցնելու համար։ Սակայն նույնիսկ պաշտպանիչ հանդերձանքով ձեզ վտանգ է սպառնում։ Խնդիրն այն է, որ այս հանդերձանքի մեջ արևահարվելու մեծ հավանականություն կա։ Նաեւ եթե վատ ամրացնեք ձեր հանդերձանքը, մեծ է հավանականությունը, որ դրա մեջ կմտնեն մեղուներ եւ բոռեր ու կսկսեն խայթել ձեզ։ Եվ ամենակարևոր կանոնը՝ մեղուների հետ աշխատելուց մի արեք դա, երբ միայնակ եք։ Հակառակ դեպքում, երբ ունենաք օգնության կարիք ու մնաք մենակ, դա կարող է շատ տխուր ավարտ ունենալ։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։